Ես կցանկանայի կանգ առնեի մի քանի հանգամանքների վրա, այն որ լինի դա զինադադար, լինի դա կրակի դադարեցում, հստակեցնենք, որ ոչ թե Ադրբեջանը հրաժարվում է այս զինադադարի կամ կրակի դադարեցումից, որովհետև ինքն է դիմել, այլ ինքը ուզում է դրանով չեղյալ վիճակի բերի այն զինադադարի մասին համաձայնագիրը, որը տեղի ունեցել համաձայնագիրը, այլ ոչ թե բանավոր համաձայնությունը, որին հասել են էլի Ադրբեջանի դիմելու առումով։ Ես հստակեցնեմ, որ դա որևէ մի նորություն չէ։ Ադրբեջանը սկսյալ 2003 թվականից, երբ որ իր համարիվը եկել է իշխանության, հստակ ցույց է տվել իր արհամարական վերաբերմունքը այդ Բիշկեկյան եւ դրանից բխող այլ համաձայնագրերի հանդեպ։ Խնդիրը բոլորովին այլ է, որ 2011 թվականից հետո Ադրբեջանը արել է դա բաց բոլոր հարթակներում եւ հստակ ձևակերպել է իդեպ գրավորել, բանավորել իր դիրքորոշումը։ Այստեղ խնդիրը նա է եղել, որ Հայաստանը մնում էր այն դիրքերի վրա, որոնք որ հիմնվում են այն երեք սկզբունքների վրա։ Անշուշտ որևէ մեկը չի վիճում, հայտնի է այդ երեք սկզբունքները, դա ուժի չկիրառումը, տարածքային ամբողջականություն եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, իմ կարծիքով դա բոլորովին բավարար չէր, այսինքն համարժեք արձագանք չէր, ագրեսիվ քաղաքականության, որը դրսևորել է Ադրբեջանը։ Այսինքն եթե մինչև 11 թվականը դեռ կարծես թե այն, որ մենք ասում ենք, այո, մենք զուտ այդ երեք սկզբունքներով կարող ենք մտնել բանակցային գործընթաց։ Դա ես կարծում եմ 2011 թվականից կտրուկ պետք է փոխվեր մեր քաղաքականությունը, լինի պետական, այսինքն դա լինի ոչ միայն դիվանագետները, այլ պետական բոլոր մակարդակներով, ինչը տեղի չունեցավ։ Դրա լավագույն օրինակը երեք ես չգիտեմ դա ինչպես է տարածվել Տիկին Հերմինեի, ասենք այն արտահայտություններն են, որոնք որ կարծես թե շարունակում են այն անորոշությունը, որը որ գոյություն ունի հայկական, դիվանագիտական եւ պետական մտքի մեջ, առայն այդ հողերի, որոնք որ ազատագրվել են, վերաինտեգրվել են, այսինքն վերամիավորվել են, ես պնդում եմ, որ այդ տերմինները շատ կարևոր են, ոչ թե զուտ ազատագրվել են, այլ վերաինտեգրվել են, այսինքն ժամանակին բռնակցվել են Ադրբեջանին այն պետության ներքո, որը փլուզվել է։ Ես ցավոք սրտի չեմ տեսել, որ մեր պետական միտքը դիվանագիտական եւ այլ քաղաքական եւ պետական ուժերի, որ արտահայտեն դա եւ դրա համար այդ կարգավիճակը այդ տարածքների թույլ է տվել Ադրբեջանին անընդհատ պնդել, որ ինքը պատրաստ է ուժով վերցնել իմ տեսակետը, գիտեք, իրեն չպատկանող հողերը